Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Վրամը շարունակում է իր կասկածամիտ հետևողականությունը։ Նրա հոգին արդեն պաշարված է անվստահությամբ, եւ այդ անվստահությունը լցվում է քայլ առ քայլ։ Երբ նա տեսնում է, որ Նարեն մտնում է հյուրանոցի մուտքով ներս, այլևս չի համբերում, արագացնում է քայլերը եւ առանց զգուշացնելու հայտնվում Նարեի թիկունքում։ Նրա հայացքը խիստ է, ձայնը պահանջկոտ։ Նա ուղիղ հարց է ուղղում Նարեին. ինչ գործ ունի նա հյուրանոցում։ Նարեն ինչպես երբեք խառնվում է իրար։ Բառերը սառած կանգ են առնում նրա շուրթերին։ Սրտի բաբախյունը բարձրանում է ականջներին, իսկ միտքը շտապ կերպով որոնում է հավատալի պատասխան։ Նարեն չէր պատրաստվել այս հանդիպմանը։ Նա եկել էր տեսնելու իր հորաքրոջը Լալային, որի վերադարձը դեռևս գաղտնի էր պահում բոլորից։ Բայց այս լուռ վերադարձն արդեն սպառնալիք է դառնում, եւ Նարեն բոլոր հնարավոր միջոցներով փորձում է պաշտպանել հորաքրոջը, սակայն ճակատագիրը որոշել էր այլ կերպ։ Վրամի խոշորացած աչքերում կասկածն ու սպասումն այնքան ընդգտված էին, որ Նարեն ավելի չէր կարող երկար լռել։ Ու հենց այդ ամենասուրբ պահին, երբ ժամանակը կարծես կանգ էր առել, նրա հեռախոսը սկսում է զանգել։ Էկրանին հայտնվում է մի անուն, որը նրա համար թշնամական չէր, բայց իրավիճակում ամենավտանգավորն էր։ Զանգողը Հայկն էր։ Սա էր միայն պակասում Նարեին։ Նա մի պահ կանգ է առնում լարվածության գագաթնակետին։ Ինչպես վարվել։ Եթե անջատի, Վրամը կկասկածի։ Եթե պատասխանի, կվտանգի Հայկին։ Բայց Վրամը մի քայլ է առաջ գնում, նա հարցնում է, ով է զանգողը եւ ինչու Նարեն վերջապես չի պատասխանում։ Այժմ Նարեի գլխում միակ տարբերակը դեր խաղալն էր։ Նա միահարթ ձայնով վերցնում է հեռախոսը եւ ձևացնում իբր պատվիրատուն է զանգել հագուստի պատվերի հարցով։ Մյուս կողմում Հայկը անհանգստացած հարցնում է. ինչ է պատահել, ինչու Նարեն չզանգեց իրեն, չէ՞ որ պայմանավորվածություն ունեին հանդիպել։ Բայց Նարեն խաղում է մինչև վերջ, ձևացնելով, թե խոսում է այլ մարդու հետ, անծանոթ մի հաճախորդի։ Հայկը սկսում է կասկածել, բայց համբերում է, իսկ Նարեն արագորեն անջատում է հեռախոսը։ Վրամին մնում է միայն լսել այն, ինչ Նարեն է ասում, իբր պատվիրատուն չկարողացավ մնալ հյուրանոցում եւ գնացել է անհետաձգելի գործով։ Ուստի իր այցելությունն անհաջող էր եւ նա պետք է վերադառնա տուն։ Վրամը ուշադիր լսում է ամեն բառը, բայց այս անգամ լռում է։ Աչքերը շարունակում են կասկածով լցված մնալ, բայց նա դեռ չունի պատասխան։ Ոչ էլ ապացույց։ Եվ երբ Նարեն գնում է տուն ճնշված ու խեղդված ներսում իր պահած ճշմարտությունից, այս անգամ եւս կարողանում է խուսափել բացահայտումից, բայց իրական վտանգը դեռ առջևում է։ Քիչ անց տուն է վերադառնում նաեւ Սաքոն, անհանգիստ, գունատ ու զայրացած։ Նա գրեթե շնչակտուր ասում է կնոջ Անիկին, որ Լալան վերադարձել է։ Անիկի վրա այդ լուրն իր սկական ցնցում է առաջացնում։ Նա միշտ վստահ էր, որ եթե Լալան վերադառնա Հայաստան, ապա առաջինը դա Նարեի միջոցով կիմանան, բայց այժմ պարզ է դառնում, որ Նարեն լռել է եւ դա ամեն ինչ փոխում է։ Սաքոն երկար չի սպասում։ Նա իմանում է Լալայի գտնվելու վայրը, գնում է հյուրանոց, մտքերով լի։ Եվ երբ նրա դիմաց կանգնում է Լալան, ժամանակը կարծես կանգ է առնում։ Նա երկար տարիներ չէր տեսել քրոջը, բայց հիմա նրանց աչքերի մեջ անցյալն է խոսում։ Լալան, չնայած ցնցմանը, վճռական է։ Նա հայացքով կանգնեցնում է եղբորը ու հստակ կտրուկ ասում է. եկել է վրեժի համար։ Նա վերադարձել է ոչ թե պարզապես տեսնվելու, այլ ցույց տալու, որ կյանքն ունի պատասխան տալու, եւ այդ պատասխանը չի ուշանալու։ Սաքոն քարացած կանգնած է։ Նա այս հանդիպման ելքը պատկերացնում էր այլ կերպ, եթե պատկերացնում էր ընդհանրապես, բայց իրականությունը, ինչպես միշտ, շատ ավելի ծանր է ու ճշմարիտ։ Եվ այսպես, լռության ու խաբեության միջից թաքնված ճշմարտությունները սկսում են բացահայտվել։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նարեն այսքանից հետո Անիկին կխոստովանի, որ հանդիպել է Լալայի հետ։ Գրեք մեկնաբանություն։